Ողջույն հարգելի կշերքներ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար իհարկե։ Ընտրել եմ այս մյուս քարտը, սա մեզ կօգնի ուղղակի։ Եվ կխնդրեմ լայքեք, կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի ալիքը առաջ գնա, ճիշտ է, շատ ենք, բայց համենայն դեպս, որպեսզի նմանատիպ տեսանյութեր ավելի շատանեն, որովհետև առանձին տեսանյութերը դա մի փոքր դժվար է, հայ, որովհետև եւ շատ աշխատանք է եւ Ընդհանուր առմամբ կնայենք սկիզբը, թե ինչ տրամադրություն ունեք, փետրվարին ինչ տրամադրությամբ ենք մտնելու փետրվար ամիս, մի փոքր վերցրել եմ նաև աստղաբանությունից այդ 12 ոլորտները, բայց որոշ չափով փոխել եմ, դե ոլորտները ամբողջը չէի կարողանա անել, որովհետև բացի այն 12 տները, նաև ամեն մեկը ունի մի քանի ոլորտ, դե համար ընդամենը մեկն եմ վերցրել ամեն մի տնից, մեկը, երկուսը, այդպես, տեսնենք, կշարքները ինչպես են մտնում, փետրվար ամիս, ինչ տրամադրություն կունենաք ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, գումար, երկրորդը դա գումարն է, ձեր շրջապատը, հարազատները, քույր եղբայր, շփում նաև, ընտանիք, տուն, երեխաները, առողջությունը, սեր, հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ եւ որտեղից կարող եք ստանալ օգնություն, վախեր, խնդիրներ եւ գաղտնիություն։ Ահա, քարտերը պատրաստ են, տեսնենք, թե ինչպես եք դուք մտնելու փետրվար ամիս, ինչ տրամադրվածություն եք ունենալու, ինչ տրամադրություն եք ունենալու, ինչ եք որոշել փետրվարին սա եմ անել օրինակ, հա։ Ահա, փետրվարին ոմանք որոշել են սովորել։ Գուցե ձեզ համար ուսումը շատ կարևոր է, կամ ձեզ ուղարկում են ուսման, որից է տեղ եք աշխատում եւ պարտադիր է ուսումը։ Դա նաեւ գաղտնիք կբացահայտվի ոմանց համար։ Ինչ գաղտնիք է։ Ընտանեկան, որից է գաղտնիք է, որը կարող է բացահայտվել ձեզ համար։ Նաեւ դա ոմանք ընտանիք կկազմեն։ Սա եւ զաքսավորումն է եւ հակառակը։ Ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք հակառակը, որովհետև դիմելու եք ոչա փաստաթղթերի համար, այստեղ դիմելու եք փաստաթղթերի համար եւ ոմանք այստեղ կամ զաքսավորվում են կամ կարող է եկեղեցում եք դիմել եւ ինչ որ փաստաթուղթ պետք է տան, նաեւ ուսումը, տեսնենք, այո, նայեք էլի նույն քարտն ընկավ, դա նշանակում է հենց որ այո, ֆիքսված եք նրա վրա, որ սովորեք, որից է մի բան, կապ չունի թե դա ինչ է, նա կարող է կարել եք սովորում, ուզում սովորել, կարող եք ուզում եք սովորեք տորտ պատրաստել եւ այլն, ուսումը ձեզ համար առաջին տեղում կլինի, այսինքն տրամադրված կլինեք սրանից ինչ-որ մի բան վերցնել, նրանից ինչ-որ մի բան եւ այդպես սովորել։ Եվ իհարկե արդեն ասացի, կարող է տարբեր տեսակի գաղտնիքներ բացահայտվեն, մեկ սա, մեկ նա, ուղղակի պետք է ամեն ինչ վերցնեք ձեր ձեռքը, գաղտնիքը ընդհանրապես, որ իմանում եք, կարող է լավ գաղտնիք է ձեզ համար։ Եվ ոմանք կարող են փետրվարին ոնց որ արդեն ուրիշ ձև ապրեք, վերջ ես դա այլ չեմ անում, փոխում եք ձեր կյանքի գրքի էջը եւ այլևս ապրում եք մեկ այլ ձև։ Տեսնենք գումարը։ Գումարը այստեղ կապված է տղայից, կամ այս տղան է ձեզ գումար տալու, կամ դուք եք իրեն գումար տալու, միգուցե ձեր տղան է կամ ձեր ամուսինն է, որ ինքն է գումար վաստակում այդ ամսին, որ ձեզ ուղղակի օգնում է, պարտքի է տալիս է։ Գումար կարող եք նաև ծախսել, այստեղ կամ գալիս է գումար, կամ գնում է, հա, կամ ինքն է ուղարկելու, կամ դուք։
Նաև կարող եք ծախսել գումար մեքենա գնելու վրա, բայց շարժական գույք, նաև ճանապարհորդության հետ կապված դա կարող է լինել ծախսերը, կամ ինքն է գալիս ձեզ մոտ, կամ դուք եք կամ հոգում եք իր ծախսերը որ գա, կամ դուք եք գնում միգուցե իր մոտ։ Եվ կամ տոմս եք գնում իր համար, հա, կամ այդպես։ Նույն գործերն եք առաջ տանում, կարող է օգնում է ձեզ ֆինանսապես ձեր գործերը առաջ տանեք։ Ձեր եթե բիզնես ունեք, գործեր ունեք, ապա առաջ տանեք։ Տեսնենք շփումը եւ հարազատները, նաեւ ընկերները, հա, ձեր շրջապատն է, այսպես թե այնպես շփման քարտն է դուրս եկել, շատ եք շփվելու։ Եվ ձեր քույր եղբոր հետ, եւ ձեր շրջապատի հետ, տարբեր մարդկանց հետ շփումը բավականին շատ կլինի։ Ուշադիր եղեք, որտեղ այստեղ նաև լեզվակռիվ է, կարող եք այդ լեզվակռիվը ի վերջո բերել հասցնել վեճի, հա, դրա համար յուրաքանչյուր հենց զգում եք, որ լարվածություն է ստացվում, այդտեղից դուրս եկեք, մի շարունակեք այդտեղ մնալ։ Դա կարող է լինել եւ քրոջ եւ եղբոր հետ իրար չհասկանաք եւ ձեր ընկերների հետ նույնպես։ Ձեր շրջապատն է սա, ձեր շփումն է սա, թե հիմա գնում եք մի հատ բանկ, այնտեղ եք շփվում ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բան է ասում, բարկանում եք, հա, ոնց որ սկսում եք վիճել։ Նաև դա կարող է լինել։ Ընտանիքը տունը ոմանք այստեղ հենց ովքեր միայնակ են, ոգևորված եք, տուն կառուցելու, տուն ունենալու, ընտանիք կառուցելու, գնալ հայրենիք, տուն գնել, տունը վաճառել, մեծացնել տունը, ինչ-որ բան է, որ մարդը ոգևորված ուզում է անի դա։ Տան հետ կապված հարցեր են, որոնք որ կարող եք տուն եք փնտրում եւ այդպես աշխուժ բավականին, հա, այդ տունը կփնտրեք։ Եթե տան գործեր եք անում, որտեղ երկրներ կան, որոնք որ տաք երկրներ են, եւ այնտեղ կարող եք վերանորոգում անել, կարող վերանորոգում արագ անում եք, որ ավարտեք։ Դες կարող է օգնել, ոչ է տղամարդ, տան տղամարդն է, կարող ձեր հայրն է, կամ դուք եք, կամ ձեր ամուսինը, որ այդպես ոգևորված ինչ որ գործեր կանի տան համար, կամ եւ դուք էլ իրեն կաջակցեք։ Գուցե վերադառնում է տուն այստեղ, կամ պետք է գնա, կամ գնում է գործուղման, կամ վերադառնում է տուն։ Ես իմ շատ սեր կա, միգուցե վերադառնում է տուն։ Ոմանք իրոք ընտանիք կկազմեն այստեղ, կարող եք ամուսնանալ, հարսանիք անել, որտեվ բավականին ոգևորվածությունը շատ է ընտանիքը կամ միավորելու, կամ լավացնելու հարաբերությունները, կամ տուն տեղ ստեղծելու համար, միգուցե տուն գնելու համար, միգուցե ձեր երեխաներին եք տուն գնում, կամ գնում եք ձեր հայրենիք այստեղ, գնում եք ձեր սիրելի մարդկանց մոտ, հա, կամ եթե իրայից հեռու եք, կարող եք գնում եք մեկը մյուսի մոտ է գնում։ Սերը շատ էր եւ գնում եք չեք դիմանում։ Ախր սերը խեղդում է, այդտես էլ եք, չէ՞, հուսով եմ ամեն ամանորին միևնույն է կա, բայց մենք տարվա ընթացքում, չգիտեմ, քանի հազար անգամ նայում ենք։ Ուրեմն այստեղ երեխաների մոտ փոփոխություն տեղի կունենա, կամ դուք կարող եք հղիանալ, ծննդաբերել այդ ամիս, կամ ձեր երեխաների մոտ է սա փոփոխություն տեղի ունենում։ Իրենք կարող են հղիանալ, իրենք կարող են ծննդաբերել, կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ ապրելու, կարող են ձեզանից առանձնանան օրինակ գնան եւ առանձին ապրեն, որոշեն հա առանձնանալ, այդպես ավելի ճիշտ կլինի իրենց համար։ Նաեւ կյանքում ոչ է, ինչ որ մի բանը կփոխվի, հա, եւ իրենց կյանքն էլ իրար հետ կփոխի։ Այստեղ պետք չի վիճել երեխաների հետ, կարող է վիճեք նաև, չդիմանաք, եթե ովքեր որ փոքր երեխաներ ունեն, կարող եք անցումային տարիքի երեխաների հետ կարող եք վիճել, կամ հավաքվում եք, հավաքվում եւ տեղափոխվում այստեղ, կամ երեխաներն են գնում, կամ դուք եք տեղափոխվում, կամ գալիս են հետ տուն։ Այստեղ այստեղ գնում են, հա, ինչ որ երեխաներ կգնան հաստատ։ Ճակատագրական քայլ են անում, իրոք կարող է գնում են մեկ այլ երկիր, կամ որոշում են կայացնում այդ ամիս, որ այո, այդ պետք է անել դա, կամ սա հղիությունն է, հա, հղիությունը, որը եւս էլի բնական է։ Սա եւ չգիտեմ, երրորդ երեխան կլինի հղիության հետ կապված, մենք պետք է ուշադիր լինել հղիության ընթացքում։ Այսքանը երևի էլ ինչ որ բաներ չկան ավելացնելու երեխաների հետ կապված, նայենք ձեր առողջությունը,
Առողջությունը այստեղ պետք չի ոչ ոքի հետ վիճել, այստեղ էիք վիճում խոսակցության ընթացքում եւ իհարկե միգուցե ամսվա ընթացքում մի քանի գաղտնիք է բացահայտվում կամ ինչ-որ բան է, դա ձեզ կարող է բերել ստրեսի, որն էլ որ հա ձեզ կարող է անքնություն բերել, կարող է եւ այլն, յուրաքանչյուր ստրես իր հետևանքներն ունի։ Չէ, կանցնի, որովհետեւ յուրաքանչյուր բան, որը որ կառաջանա ձեզ մոտ այդ ամսվա ընթացքում ինքը շատ արագ ձեր մոտից կանցնի։ Ոչ մի ինչ-որ խնդիրներ, բարդություններ այստեղ չեն լինի։ Այնպես որ պետք չի ուղղակի, եթե ստրեսի մեջ եք լինում, պետք չի շատ խորանալ։ Ամեն ինչ մի քիչ թեթև նայեք կամ այնպես արեք, որ ձեզ մոտից շատ արագ անցնի, որտեղ այստեղ այսպես թե այնպես կարող եք տխրել, ինչ-որ մի բանից բարկանալ, նյարդայնանալ, հետո անցնի, հա, այդպես։ Ինքը ամեն ինչը շատ արագ է անցնելու։ Տեսնենք, եւ առողջության հետ կապված է ինչ-որ բարդություններ չի տա։ Տեսնենք անձնական հարաբերությունները այստեղ։ Տղաների համար սա նոր ծանոթություն է, աղջիկների համար, եթե դուք եք աղջիկ, հնարավոր է եւս էլի, հա, ծանոթությունը հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Դա չի բացառվում երրորդ անձնավորություն կամ ծնողը կամ ինչ-որ մեկը եւս է ուզում է քիթը մտցնել։ Սա կարծես թե ռոմանտիկ հարաբերություններ են, նաեւ ոմանց համար կարող է գաղտնի հարաբերությունները։ Գաղտնի սեր է կարող է։ Կամ տղաները ինչ-որ մի աղջիկ են սիրում։ Կամ այդ աղջիկն է, կամ ինչ-որ գաղտնիք եք պատմում ոչ աղջիկա, ձեր սիրո հետ կապված, կամ այդ աղջիկն է ձեզ պատմում իր գաղտնի սիրո մասին, գաղտնի հարաբերությունների կամ ռոմանտիկ պահեր են սա ձեզ համար, ռոմանտիկ շփում, ռոմանտիկ հարաբերություններ այս ամիս։ Ոյ, չէ, սա այստեղ ինձ թվում է այդ աղջիկն է մտնում։ Ձեր հարաբերություններում ոչ մի աղջիկա մի թողեք, որտեվ կարող եք իրոք կամ խանդն է, կարող է սա խանդն է, բավականին ուժեղ կարող է խանդ է։ Ամեն ինչ կանցնի, բայց ամենայն դեպս խանդը բավականին շատ է այստեղ։ Խանդից կարող եք բորբոքվել եւ որոշել ընդհատել հարաբերությունները, հենց այս խորամանկ մարդու պատճառով կարող է անդադ ասում է, հաստատ գիտես, որ տուն գնաց, կարող է տուն չգնաց, ոնց որ կասկած կարող է մտցնել ձեր մեջ եւ կարող է սա այս աղջիկն է։ Եվ ով ուզում է նայել, հա, տղա է նայում թե աղջիկ, կարող է հենց այդ աղջիկը ձեր մոտ, որ չէ, կասկածները մտցնում եւ այն բորբոքված, այն կատաղած ժամանակ որոշեք ընդհատել հարաբերությունները եւ սա կուրախանա։ Այնպես որ պետք է երկար մտածել, յուրաքանչյուր այստեղ եթե բորբոքվում եք, հանգստացեք նոր հետո որոշ որոշումներ կայացրեք։ Մի շտապեք ոչ մի հարցում, պետք չի։ Հարաբերությունների հարցում ուտը այստեղ կա։ Ոմանց համար կարող է այստեղ նոր աղջիկ է եւ այնքան կարող է իրեն թանկացնել, օրինակ տղաների համար, որ էլ ասեք հաջող։ Նա կարող եք բարկանալ եւ ասեք հաջող։ Պահպանեք ձեր հարաբերությունները եւ թույլ մի տվեք ոչ ոքի ներբեռնվել ձեր հարաբերություններ։ Պետք է ուղղակի նման մարդկանց հանել։ Եթե զգում եք, որ ձեր շրջապատում կա մեկը, որ միշտ բզբզում է, ապա ուղղակի այդ մարդուն քիչ պատմեք այդ մասին, այդ ձեր կողակցի մասին, երբ որ երիտասարդ են լինում աղջիկներ, հենց դա է հետաքրքիր, որ ասեմ կուրախանա, ոչ մեկի քո համար չի ուրախանում։ Ոչ ոք։ Ուզում ես երիտասարդ եղի, ուզում ես մեծ։ Տեսնենք այստեղ փաստաթղթերն են, փաստաթղթերը ես արդեն այնտեղ նայեցի, մի փոքր լուրջ չեք վերաբերվում, կարող է ինչ տան ստորագրեք։ Մեկ անսպասելի ոչ է կարող փաստաթուղթ եք ստանում։ Տեսնենք ինչ փաստաթուղթ է, լավն է, թե ոչ։ Ճակատագրական փաստաթուղթ է սա։ Կամ խնդիրներ է ստեղծում, կամ փորձություն է սա։ Կամ որովհետեւ պետական հիմնարկությունից է սա, որովհետեւ փաստաթուղթ է։ Ուսամ ոչ մի խարդախ բաներ չեք արել, որովհետեւ ինչ-որ բանի լուրջ կարող է չվերաբերվեք, որովհետեւ թղթին կարող պետք է վճարել դա, չեք վճարում։
Սա նաև պետական հիմնարկություն է, որը օրինակ կարող է լինել վիզայի հետ կապված, եւ սա եւս դա վիզա տալը կարող է լինել։ Կամ դժվարություններով կարող եք ստանալ վիզան, ինչ-որ մեկի օգնությունն է պետք։ Փաստաթղթերի հետ կապված հարցերը մի փոքր դժվարություններ կարող են լինել եւ դա եւս։ Այնտեղ իրոք, եթե դրսում եք ապրում, հավանականությունը մեծ է այստեղ մի հատ է քարտ հանեմ ասեմ։ Հավանականությունը մեծ է, որ թուղթ կստանաք։ Որովհետև փետրվարի երկրորդ կեսից հետո արդեն 26-ից հետո Մերկուրին է հետադարձ եւ կարող է հետադարձի ժամանակ ոմանք իրոք որոշ փաստաթղթեր ստանան կարևոր, որոնք որ սպասում եք։ Կամ կարող է ձգձգվել, որը ձեզ համար կարող է սա է խնդիրներ է ստեղծում։ Կարող ասում եք, հա դե լավ դե թուղթը էլի կստանամ էլի, հեսա կգա այդ թուղթը։ Ինչ է, որ մի հատ թուղթ է, մի հատ խնդիր չի։ Բայց ինչ որ պետական հիմնարկությունում ոչ այդ թղթի համար կարող է նաև խնդիր լինել։ Ինչ որ մի բան խնդիրներով լինի, որտեղ այդ թուղթն է պետք, ինչ որ փաստաթուղթ է պետք։ Եվ իրոք շատ կարևոր փաստաթուղթ է սա ոմանց համար, որը կստանաք։ Եվ ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք փաստաթուղթ։ Տեսնենք ճանապարհորդությունը, այստեղ կարող է ոչ է տղամարդու մոտ եք գնում կամ այդ տղամարդու հետ կարող գնում եք ճանապարհորդելու թեկուզ 1 օր, թեկուզ 2 օր, կապ չունի, գնում եք ինչ-որ մի տեղ, կարող գնում եք Սևան։ Այո, փոփոխություն է սա, եւ այդ ճանապարհորդությունը կարող է լինել ձեզ համար մշտապես բնակության վայր կամ տեղափոխվեք այնտեղ, կարող գնում եք, տեսնում եք, այ ինչ լավ տեղ է եւ որոշում եք, որ պետք է այնտեղ մնաք արդեն։ Կներեք, կանգնացրեցի, չեմ հիշում որտեղ էր, համենայն դեպս այստեղ ճանապարհորդություն է կամ այս տղայի մոտ կամ ինքը կգա ձեզ մոտ կամ տեղափոխություն է սա։ Տեղափոխություն կամ ինքը ձեր մոտ կամ դուք իր։ Այնպես որ ճանապարհորդությունը հնարավոր է կամ ուղղակի մարդկանց պետք է դիմավորեք այս ամիս ավելի շատ։ Եթե ոչ, ապա այստեղ սա հենց ցույց է տալիս, որ կարող եք գնալ։ Կարող է շատ հեռու չի, բայց հա իրար հետ ինչ-որ մի տեղ եք գնում կամ իրար հետ կամ ամուսիններ եք եւ տեղ եք գնում կամ ծանոթացել եք ինտերնետի միջոցով եւ հիմա գալիս է կամ դուք եք գնում մի խոսքով, ինչ որ պահեր են այստեղ, հաստատ սա ճանապարհ է։ Աշխատանքի եւ բիզնեսի համար իր քարտն է ընկել, աշխատանք, բարձրունք, բիզնես կարող եք բացել, բիզնես կարող եք հիմնել։ Աշխատանքի վայրում խորամանկ մարդիկ կան կամ դուք պետք է լինեք մի փոքր խորամանկ, որպեսզի կարողանաք առաջընթաց ունենալ ձեր գործում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, կամ կան որից խորամանկ մարդիկ, ում հետ պետք է ուղղակի զգույշ լինեք, զգույշ շփվեք այնտեղ, եւ կան նաեւ խաբեբաներ, որը եւս վերաբերվում էլի կամ ձեր աշխատանքին կամ բիզնեսին, եթե բացել եք եւ եթե աշխատողներ ունեք, եւս պետք է շատ ուշադիր հետևեք իրենց շարժին, թե ինչպես են իրենք, ինչ են անում եւ հա կարող են նաեւ խաբել ձեզ։ Նաեւ դա կամ աշխատանք եք փնտրում եւ պետք է մի փոքր խորամանկ լինեք, աշխուժ, որպեսզի կարողանաք աշխատանք գտնել, ամեն տեղ գնալուց պետք չի ոնց որ խեղճացած մոտենալ, խեղճացած դիմել։ Ուղղակի շատիր եղեք, որպեսզի ձեր տակը չփորեն, այդպես աշխատանքի վայրում։ Նախանձում են ձեր աշխատանքին, սա կողքին է։ Նախանձում է ձեր աշխատանքին կամ ձեր բիզնեսին։ Այո, կարող է թաքուն ինչ-որ բաներ է անում։ Եթե աշխատանքի տեղն է, կարող է ձեզ այնց խոսքի քաշում, ոնց որ ասում են, տանում տնօրենին է ասում կամ մենեջերին է ասում, որ ձեզ համար վատ լինի։ Աշխատանքի վայրում պետք է մի փոքր այստեղ շատ քիչ շփվել կամ շփվելուց էլ շատ բան չասել ուղղակի։ Եվ ուշադիր լինել ուղղակի ձեր աշխատանքին, որ ձեր տակը չփորձեն, հա, փորփրել, օճառ դնել։ Տեսնենք ընկերները կարող է այնպես լինեն, որ ընտանիքներով շփվեք, կամ սա նաև բիզնես է, որ կարող եք ընկերներով դնել,
ընկերների հետ միասին, կամ ընկերների երեխաները կարող են գալ ձեր տուն մնալ, օրինակ 1 ամիս, սովորելու նպատակով կարող է լինել, կամ դուք ձեր երեխաներին ուղարկեք իրենց տուն, իրենց տանը մնան 1 ամիս, էլի նույնիսկ կարող սովորում են, կարող աշխատում են։ Ընկերությունը սա ընտանիքով է, ընտանիք, երեխաներ, կարող է սկզբում ձեր երեխաներն են ընկերություն անում, հետո դուք եք ծանոթանում իրար հետ եւ շփվում եք, սկսում եք ընկերություններ անել։ Օգնության հետ կապված, դա կամ ձեր երեխաները ձեզ օգնության կգան, կամ դուք եք հարկավոր ձեր երեխաներին, կամ եթե բիզնեսի հետ կապված հարցեր են, ապա կարող է դա արդեն ընկերները ձեզ աջակցեն, օգնեն, ինչ-որ բիզնեսը կամ կարգավորել, կամ ոյցա խորհուրդներ տան ձեզ։ Այնտեղ կարող է նաև երեխաների հետ կապված հարցերում օգնեն ձեզ։ Այնպես։ Եվ տեսնենք վախեր չունեք, բացարձակապես, համար ասում է մարդը կարող վախենալ, որ ուրախանալու առիթ էլ չունենա, այդպես, ժպտալու առիթ, այստեղ վախեր չկան, գուցե անցել են արդեն, ոչ մի գաղտնի բաներ չկան, գուցե անցել են արդեն, խոչընդոտների միջով եք անցել և արդեն ուրախ եք, գուցե այդ ամեն մի խնդիրը արդեն անցել է, հետևում է մնացել, վախերը անցել են, բոլորը հետևում են մնացել և հիմա արդեն պարզ, բաց, առանց ոյցե վախերի ապրում եք, ամենայն դեպս փետրվար այդպես է լինելու, առանց որևիցե վախեր, առանց որևիցե խնդիրների։ Այսքանը սիրելիներս ձեզ համար, թող որ միշտ այդպես ուրախ լինեք, առանց վախերի, և թող փետրվար ամիսը ձեզ համար լինի հաջողության, բարգավաճման ամիս, բոլորը թող ունենաք փետրվար ամսվա ընթացքում մեծ հաջողություն։ Այսքանը լավ եղեք։